Գտնվում եմ հիմա Բերլինի Ալեքսանդր պլացում եւ այստեղ ասել են, որ կա խանութ, որտեղ բոլոր իրերը 1 եվրո արժեն կամ մոտավոր 1 եվրո։ Ուրեմն այստեղ պասաժ նշված է պասաժ, պետք է մտնենք ներս ու ներսից գտնենք այդ խանութը։ Եկեք։ Փոքր քայլելուց հետո կգտնեք այս խանութը, Եվրոշոփ։ Մտնենք ներս հիմա։ Այդտեղ տեսնում ենք ամանորյա զրթիկ փրթիկներ, հիմա արժեքների հետ կծանոթացնեմ։ Ունենք այսպիսի գեղեցիկ տոնածառի խաղալիքները 1.50 եվրո, հատանոց դանակ պատառաքաղներ 2 եվրո, եղնիկի եւ այլ ուրիշ աբադոկները 1.5 եվրո, մեր մոտ ավելի էժան է, բայց այստեղ էլ կան խաղալիքներ, էլի չգիտեմ 1.30 եվրո արժի, հրեշտակներ կան։ Բոլորը գրեթե 1.30 եվրոյի կարգի են։ Ամանորյա նակլեյկաներ, տաքուկ գուլպաներ կա, շատ լավն են մի տեսակ։ Չգիտեմ, կարող վերցնեմ իրանց։ Ձյան համար նախատեսված ամեն ինչ կա այստեղ, մոմեր, փոչիկներ, ամեն բան։ Գեղեցիկ պոչերով բաժակ 2 եվրո։ Շիպցիներ, բայց չգիտեմ, որակը կարող է լավը չլինի։ Ինձ պետք էր ոսկեգույն շիպսի, բայց չգիտեմ կվերցնեմ թե չէ։ 2 եվրո։ Ինձ սիրուն շամպայնի բաժակներ են։ Շատ սիրուն են, պլաստիկ են, բայց շատ լավն են։ 1.5 եվրո։ Տեղ ունենայի կվերցնեի, ինչ լավն են։ Այսպիսի բաժակներ, Բերլինի լոգոյով 2 եվրո։ Այսպիսի կերամիկական ամաններ, որ կարող ես դնել ջեռոցում 1.5 եվրո, բայց ահագին ծանր է ու այսքան քաշ չունեմ, որ հետս վերցնեմ։ Այդ ինչ լավն է, ավոկադոներով ափսե 1.5 եվրո։ Նայեք ինչ հարվա, նայեք ինչ հարմար, փոքրիկ սիրուն, չգիտեմ, սոուսների համար կարելի է օգտագործել աղաման որպես։ Այսպիսի գեղեցիկ ոսկեգույն գտալ մեծ եւ պաստայի համար նախատեսված գտալ եմ գտել, բայց չգիտեմ կվերցնեմ թե չէ։ Սուշի փայտիկներ, սրանցից կվերցնեմ 1 եվրո, ու նայեք ինչքան գեղեցիկ են։ Նայեք, էլի գրինչի ձեռքն է, շատ լավն է սիլիկոնե ֆորմայով։ Հասկացեք ինչ է ցույց տալիս։ Այդտեղ տարբեր համեմունքներ կան։ Հիմա նայեմ ինչ կարելի է վերցնել։ Ինձ հետ վերցնեմ։ Ինչ կարելի է։ Ինչքան սիրուն բաժակ է։ Թամենը 2 եվրո։ Բայց ինչ լավն է։ Ունենայի շատ տեղ հաստատ կվերցնեի։ Նաև ներքնազգեստներ կան, կիսերմեր, այստեղ թելեր ունեն և քաղցրավենիքներ։ Հիմա մի քանի բան կվերցնեմ քաղցրավենիքներից, որպեսզի փորձարկենք։ Ինձ սա հետաքրքրեց, ուրեմն լիմոն և կծու պղպեղով արևածաղիկ, սենց կվերցնեմ։ Այստեղ մոմեր կան, հոտով մոմեր էլ կա, որովհետև բույրը տարածվել է ամբողջ խանութով։ Էլի 1-2 եվրոյի արժողությամբ։ Մանիկյուրներ։ Այստեղ շատ հաճախ տեսնում եմ չխնամված եղունգներով մարդկանց։ Դե տան պայմաններում են իրանք, կարծում եմ, իրանք եղունգները սարքում։ Խնամքի միջոցներ, այսպես ամբողջ շարքով։ Կարող ենք վերցնել նաև Բերլինի սիմվոլով հուշանվերներ, բավականին հարմար է արժեքը։ Հենց դիմացի մայթում գտնվում է TK Maxx, եթե ճիշտ եմ ասում։ Թարսա ցույց տալիս, լավ։ Ահա, գնում ենք հիմա այդ խանութ, այստեղ էլ բավականին մատչելի արժեքներով ամեն ինչ կարող եք գտնել, ամեն ինչ, բացի սնունդից։ Իրականում շատ շոկ է, իրականում շատ ցուրտ է, դրա համար համ կապիշոն կայով եմ, համ գլխարկով, բայց որ մտնում ենք ներս, հանվում ենք։ Ինչ կոշիկներ են նայեք, չգիտեմ, 425 եվրո արժի եթե ինչ։ Այստեղ մի փոքր բարձր արժեքով պայուսակներն են, քանի որ փակված են, որ ամեն մեկը անընդհատ չբացի ու ձեռք չտա։ Տարբեր կոշիկներ, բոթասներ,
Օրինակ մեկի արժեքը նայենք։ Ասեք գտնեմ գինը։ Գին չկա, անգին էր սա։ Լավ, օրինակ սրանը 25 եվրո արժի։ Դավա, որ ըստ համարների է դասակարգված, օրինակ այստեղ 41 համարի են, չգիտեմ, այստեղ էլ է 41 համար, մեզ պետք է 37 համար, գտնում ենք 37-ը և փորձում ենք այնտեղից ինչ-որ բան ինձ ընտրել, այսա դեմ դիմաց սա 37-ը, այ օրինակ սա վատը չէր, այս ինչ էր, ինչ լավն է, թեթև, Adidas է? Լավնա 50 եվրո, հիմա իրան կփորձեմ ու եթե հարմար եղավ կվերցնեմ իրան, շատ լավն էր։ Այստեղ էլ ամբողջությամբ 37։ Այս Skechers է, այս իրանից մամայիս է, չէ, Skechers չէ, բայց իրականում շատ տարբեր ճաշակի կոշիկներ կան, բայց տեսակ ոչ հայաստանյան պայմանների համար, օրինակ, չգիտեմ, ինչ անեմ ես, կամ օրինակ, ինչ անեմ ես, չգիտեմ, ճաշակին ընկեր չկա իհարկե, բայց դե, Պոլոյի այս պայսակը հավանում եմ շատ, չգիտեմ, արժի վերցնել, թե ոչ, Juicy Couture-ի այս հավես տարբերակը, չգիտեմ, դուրս գալիս է, բայց չգիտեմ վերցնեմ իրան, թե չէ, արժեքը հիմա կասեմ, 40 եվրո ընդամենը, ինչ անեմ վերցնեմ, այստեղ դրամապանակի լայն տեսականի կա, էլի պետքա ուղղակի ընտրեք, տարբեր ֆիրմաներից կան, նաև փոքրիկ տարբերակներ, մեծ տարբերակ, ինչ լավն էր ես, չգիտեմ ես ինչ ֆիրմա է, մոշինա է, լավն էր, տեսնենք ինչքան արժի մոշինոն, 40 եվրո, լավն է, կանում գժանոց է, շապատոր է այստեղ ու շատ մարդ կա, որը հասնում եմ նկարում եմ, որը չէ, այսպիսի բաղնիքի համար նախատեսված ինչ-որ հավես նվերի տուփեր են վաճառում, օրինակ դրա արժեքը, հեսա կասեմ, 15 եվրո արժի ու ինձ թվում է հավես սիրուն նվեր է, այստեղ ինչ-որ լիքը նվեր բոքսեր են, նվերների համար, նայեք ինչ հավես է, տղամարդկանց մասին չենք մոռանում և այստեղ տղամարդկանց համար էլ նախատեսված ինչ-որ կրեմեր կան, չգիտեմ, խնամքի պարագաներ կան, այս երեխան ինձնից բարձր է խոսում, օրինակ այսպիսի սեթերը արժի 8 եվրո, չգիտեմ ինչա մեջը, բաղնիքի համար էլ ինձ թվում է նախատեսված, շարֆերի լայն տեսականի կա, տարբեր գույնի, տարբեր ձևի, էլի տարբեր բրենդներից, այս դկնին հիմա DKNY ներողություն, այ օրինակ հիմա այս DKNY-ի արժեքը կնայենք, 17 եվրո արժի, բայց շատ լավն է, այս էլ երևի վերցնեմ, Coach-ինն էլ շատ դուրս գալիս, պրոստը ինքը բարակ է, այնպիսի համեղ հոթա գալիս չեք պատկերացնի, այստեղ շամպունյներ, տարբեր օճառներ, շատ անուշաբույր, ինձ սիրուն նվերի համար նախատեսված ինչ-որ տուփերով օճառներ են, շատ հավեսն են, ամանորյա, 10 եվրո արժի, սիրուն են, տարբեր ձևերը կա, տեսեք, ինքի նմանն էլ է շատ սիրուն, սա 6 եվրո արժի, նայեք ինչ լավն են, ուղղակի հայերի մոտ կարծիք կա, չէ, որ պետքա չնվիրես օճառ, դա արդյունք է բերում, մանկական շատ հավես աբադոկներ, չնայեցքի մանկական, ոչ գլովն ես գրինչը, հավես բաներ կան շատ, տեխնիկա կա, մազի հարթուկներ, ֆեներ, այստեղ այսպիսի նաբորներ կան, 8 եվրո արժի, էլի լավ նվերի տարբերակը։ Նայեք ինչ հավես սիրուն ականջողեր են։